Քանզի նրա ձեռքը չափազանց ծանր ու կոպիտ է, բայց առաջնորդվում է անտեսանելի նուրբ ձեռքով, ինչպես որ պտղի կորիզը պետք է կոտրվի, որպիսի կորիզի սիրտն արև տեսնի, այնպես էլ դուք պետք է ճանաչեք ցավը։ Այսպես ասում էր արևելքի բանաստեղծը, ով ապրելով արևմուտքում, փորձում էր կամրջել երկու այնքան տարբեր աշխարհները։ Բայց ով է հիշում բանաստեղծներին եւ նրանց հնչեցրած իմաստուն մտքերը, երբ ցավն այցելում է հենց իրեն։ Ամեն անգամ, երբ մեզ հետ ինչ-որ ծանր, խիստ անմարսելի մի բան է պատահում, մեզ թվում է, թե նման մասշտաբի ցավ մենք երբևէ չենք զգացել, որ ոչ ոք նման բան չի զգացել, եւ այդ ցավն ուղղակի տանելի չէ։ Երբեմն չենք էլ սխալվում, երբեմն ցավն իսկապես չափազանց մեծ է լինում, չափազանց ծանր, անտանելի, ու մենք սկսում ենք կռիվ տալ դրա դեմ, մոռանալով հազար անգամ կարդացած ու լսած իմաստուն տողերը, ցավը հեռացնող, մեզ ցավից զրկող, ամեն ինչ կուլ է գնում մեր զգացածին, եւ մենք հայտնվում ենք հատակում։ Ով կամ ինչը կարող է օգնել ամենահատակում գտնված մարդուն, երբ մեզ թվում է, թե երբեք չենք կարող կյանքը վայելել, երբեք չենք կարող ապաքինվել, ոտքի կանգնել, առաջ գնալ։ Սա այն հարվածը չէ, որից կարող ես ողջ մնալ։ Եվ այսպես մի քանի օր, մի քանի ժամ, գուցե շաբաթ, ամիս, հետո ինչպես միշտ լույսը ճեղքից, ունեցածդ վերքից թափանցում է ներս։ Հանկարծ հասկանում ես, որ ցավը, որ ապրել ես, մաքրել է աչքերդ կուտակված փառից, մաքրել է սիրտդ կուտակված աղբից։ Դու դարձել ես ուժեղ կոտրված տեղում, բայց փոփոխությունների ընթացքը, քո կյանք եկած լույսը նկատելու համար եւս տեսողություն է պետք։ Արթուն զգայարաններ, զգոնություն, եւ սրանք վերերկրային ընծաներ են, Աստծո ընծաները, որ մեր կյանքը համ ունենա, իմաստ, խորություն։ Երբ մենք տարբեր փորձառություններ ենք ապրում, բայց չենք տեսնում ինչ մնաց դրանցից հետո, ինչը հեռացվեց մեզնից, ինչն ամրացավ, ինչը կորցրեց իր նշանակությունը, մենք կորցնում ենք ամենակարևորը, ինքնաճանաչողության հնարավորությունը։ Մինչդեռ միայն ինքնաճանաչողությամբ է հնարավոր խորապես զգալ կյանքը, ճանաչել եւ տեսնել Աստծուն։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Ով կամ ինչը կարող է ավելի լավ մաքրել մարդու սիրտը, քան ցավը։ Երանի քեզ, որ ցավ ունես, որովհետև ցավը կմաքրի սիրտդ, աչքերդ, հոգիդ, կմաքրի ամենայն անպետքից, աղբից, մթից։ Միշտ ապիր կռիվ տալ դրա դեմ։ Շունչ քաշիր, ետ նայիր, որ տեսնես ինչ ես կուտակել ներսումդ, որ կարող է ցավը մաքրել ու տանել։ Մենք առօրյա կյանքի մեջ մեր սովորական անելիքներն անելիս, մեր ամենօրյա նպատակներին հասնելիս, անգամ չենք էլ զգում, թե ինչպես են մեր աչքերը փառոտվում, թե ինչպես ենք մենք դանդաղ ընկղմում այդ սովորականության ճահճի մեջ։ Հաճախ մարդիկ տարիներով ապրում են հենց այսպես, առանց նկատելու, որ նրանք այլևս չեն տեսնում, չեն ապրում, չեն զգում եւ մոռացել են տեղն իրենց հոգու։ Բայց թե մարդը չի փնտրում իր հոգին, հոգին ինքն է սկսում ճանապարհներ եւ ուղիներ փնտրել իր մասին հիշացնելու համար։ Դրա համար էր արևելքի բանաստեղծն ասում, որ ձեր ցավի մեծ մասը ինքներդ եք ընտրել։ Մեր ներսի անմեռը, որին լույս է պետք ապրելու համար, որը չի կարողանում գոյատևել փոշու մեջ, ընտրում է ցավը որպես հաղորդագրություն, արթնացումի փորձ, որպես դաս։ Ցավը մեծագույն ուսուցիչ է, եւ նրա տված դասերը անփոխարինելի են։ Արթնացումի պահերը, որ հաջորդում են ապրած ցավին, մարգարիտ են, եւ այն մարգարիտներից, որ չպետք է տրվեն խոզերի առաջ, իսկ ցավի բերած հաղորդագրությունն Աստծուց է, եւ բաժակը, որ նա տալիս է ձեզ, ճիշտ է այրում է ձեզ շուրթերը, բայց պատրաստված է կավից, որ բրուտը խոնավեցրել է իր սեփական սուրբ արցունքներով։ Երանի կարողանայինք սեփական ցավի մեջ հիշել բոլոր այս տողերը, որովհետև երբ չենք հիշում,
երբ ցավից մռայլվում ենք, փակվում ու փշոտվում ենք, սկսում ենք ցավ տալ այլոց, խավար տարածել, նեղության ու չարության պատճառ դառնալ։ Իսկ մեզ արդարացնելու համար ասում ենք, ներսս ցավում է, ես մեղք չունեմ, ես մեղավոր չեմ։ Ու միայն հետո ենք տեսնում, ինչեր ենք կոտրել, ինչեր ենք ավերել, երբեմն լրիվ անվերադարձ։ Եվ որ այս ամենը տեղի չունենա, ցավը պետք է լինի մեր ընկերը, ոչ թե մեր թշնամին, և լավագույն դեպքում մեր ներսի բժիշկը։